Մեր մասին էլի մեր ընդդիմախոսները եւ բաները եւ ընդդիմախոսները եւ չարախոսները, որ սա թույլ կառավարությունն է, թույլ կառավարությունը չի կարող այսպիսի որոշումներ կայացնել։ Ուղղակի չի կարող։ Մենք կայացնում ենք այնպիսի որոշումներ, որ 30 տարի անընդհատ քննարկվել է տեսականորեն եւ այլն ու չի կայացվել։ Ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նախագիծը, որով դոտացիաները փոփոխ գնացեք, հանեք արխիվը, տեսեք, որ թվից է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի օրակարգում։ Այդ օրենքը նույնիսկ առաջին ընթերցմամբ, եթե չեմ սխալվում, ընդունվել է 2007-8 թվերի կողմերը։ Երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել։ Ինչի, որովհետև Հայաստանում ուժեղ իշխանություն է եղել։ Այդ թվում նույն պատճառը, որովհետև ձեռ չի տվել ցեխի միջից հանել։ Բա որ ցեխի միջից հանեին, ո՞նց էին ընտրակաշարք բաժանելու գրավիլի, ասֆալտի, չգիտեմ ինչի տեսքով։ Մեր երկրում էլի եմ ասում, այն օր Գյումրիի եմ ասում, թեմաներ կա, որ արդեն մարդիկ չեն հիշում։ Ոչ մեկ չի հիշում, որ ասֆալտ հասկացությունը ուղիղ կապված էր ընտրությունների հետ։ Կար ընտրություն, կար ասֆալտ, չկար ընտրություն, չկար ասֆալտ։ Ընդ որում տեխնոլոգիական լուծումներ կային, հավաքովի ասֆալտ, փռում ես, ընտրվում ես, մնում ասֆալտը, չես ընտրվում, փաթաթում տանում ես մինչև հաջորդ ընտրություններ։ Այսինքն մարդիկ մոռացել են, որ Հայաստանում ընդհանրապես տենց բան է եղել, հասկանում եք, մոռացել են։ Այն ասֆալտը, որ մենք հիմա ուղակի անում ենք, եթե ընտրական տրամաբանության բան էինք, մինչև 2082 թիվը այդ ասֆալտով կարելի էր ընտրություններ անել, հարգելի գործընկերներ, առանց չափազանցության։ Բայց մենք այս մեր գործիքը, հասկանում եք, ես ուզում եմ սա ճիշտ գնահատվի սրա քաղաքական իմաստը, այն գործիքը եւ լծակը, որ ընդունված է եղել, որ կառավարությունը իր ձեռքում պահի, որ որպես լծակ օգտագործի քաղաքական նպատակներով, մենք այդ գործիքը տալիս ենք մարդկանց ազատություն ենք տալիս, որոշումներ կայացնելու, զարգացման օրակարգեր որդեգրելու եւ իրականացնելու համայնքի տրամաբանությամբ, իհարկե կառավարության լիազորությունները եւ գործառույթները որևէ կերպով չզիջելով։ Եվ ես խնդրում եմ, որ այստեղ մենք շատ սկզբունքային գտնվենք, որովհետև սկզբունքային չգտնվելու դեպքում մենք չենք կարող զարգացման այն օրակարգը, որը բխում է մեր երկրի շահերից, սպասարկել։ Բայց սրա հետ կապված ես ուզում եմ ասել, որ մենք որոշակի խնդիրներ ունենք։ Եվ այդ իհարկե մի քիչ երկարում է քննարկվում, բայց ես ուզում եմ սրա մասին խոսել, որը կապված է նաև համայնքային հողերի օտարումների եւ նրանց գների հետ։ Մենք իհարկե որոշակի փոփոխություններ ենք արել, որի արդյունքում, շատ կարևոր բան, այս կադաստրային փոփոխությունների, գների փոփոխությունների արդյունքում համայնքների հողերի գները էականորեն բարձրացել են, ինչ նշանակում է նաև համայնքների եկամուտներն են բարձրացել, բայց այս վերջերս ես մի ահազանգ ստացա, որ 100 դրամով համայնքային աճուրդով ձեռք բերված հողակտորը վաճառվում մի քառակուսի մետրի մասին է խոսքը, վաճառվում է մի քառակուսի մետրը, այսինքն համայնքից ձեռք բերված արդեն երկրորդային շուկայում վաճառվում է, ասենք օրինակ քառակուսի մետրը $500։ Ու բնականաբար հարց առաջացավ, այդ ինչպես կարող է դա տեղի ունենալ, եւ նախ հարց այն էր, թե ինչու է համայնքը 100 դրամով վաճառել այդ հողը։ Պարզվեց, որ համայնքը 100 դրամով որ վաճառել է ավագանու որոշմամբ, հələ մի բան էլ մինիմալ արժեքից 20 անգամ ավելի բարձր գնով է վաճառել, որովհետեւ այդտեղ եղել է արոտավայր կամ չգիտեմ ինչ որ բան կարգի հող, վատ կարգի հող։ Լավ, այդ հələ մի հարցն է, որը ինչ որ ձևով գիտություն ընդունեցին, բայց հաջորդ հարցն է ծագում, ո՞նց է որ հիմա շուկայում վաճառվում է 500 կամ լավ 50, լավ 10 անգամ 100 դրամ $50, $50, շատ լավ, թող լինի $50, ես մի 0 ավելացնում եմ։ Բայց նույնիսկ եթե $5, ասենք $100 համայնքից
ներողություն, 100 դրամով համայնքից ձեռք ա բերել, լավ ասենք, եթե $5 է վաճառում, ուրեմն 20 անգամ ավելի թանկ, եթե $50 է, ուրեմն 200 անգամ ավելի թանկ, բայց ո՞նց է ստացվում, ի՞նչ է տեղի ունենում։ Բարձում է հետևյալը, բացատրությունը, որ մենք այդ տարածական պլանավորման այդ գործողությունը, որ անում ենք, ընթացքում հաստատվել է համայնքի նոր կամ գլխավոր հատակագիծը կամ ինչ ենք ասում, պարոն Վարդանյան, այդ փաստաթղթին միկրոռեգիոնալ փաստաթուղթն է ընդունվել եւ ինչ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում այդ հողը, որը համարվել է գյուղատնտեսական նշանակության ամենահետին կարգի հող, այդ ընթացքում իր կարգավիճակը այդ միկրոռեգիոնալ պլանավորմամբ փոխվել է եւ դարձել է խառը կառուցապատման հող։ Եվ այս որոշման բերումով այդ հողի գինը 100 դրամից դարձել է $50։ Հիմա այստեղ թվում է թե որ նայում ես ամեն ինչ նորմալ է, բայց այստեղ խնդրեմ կա, որովհետեւ եթե սովորական պայմաններում այդ 100 դրամով ձեռք բերված հողը մարդը ուզենար կատեգորիան փոխել եւ այլն, այդ փոփոխությունների ընթացքում համայնքին ինքը պետք է հսկայական գումար վճարեր։ Եվ հիմա ստացվում է, որ առանց այդ գումարը վճարելու էլի պետք է վճարի, դե պարզաբան